Այսօր քննչական կոմիտեի Երևանի բաժանմունքից ազատ է արձակվել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնագետ եղբայրներից մեկը Միքայել Մինասյանը։ Փաստաբանը հայտնեց, որ երիտասարդը դեռ ունի մեղադրյալի կարգավիճակ եւ խափանման միջոց է կիրառվել չբացակայելը։ Նշվեց, որ մեղադրանքը բոլոր դեպքերում առաջադրվել է, բայց նախաքննության գաղտնիությունից ելնելով ավելին չհայտնեց։ Սակայն ձերբակալված եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին քննչականի դիմաց ասաց փաստաբանը նա հայտնեց, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են ընդհանուր իրավասության դատարան։ Մարտիրոսյանը նշեց, լրացուցիչ կհայտնեն, թե որ դատավորին է մակագրվել միջնորդությունը եւ որ դատարանում է քննվելու այն։ Մարտի 27-ից Հայաստանը գտնվում է հարավից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության տակ։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության տվյալների տեղումները եղել են համատարած, սակայն տարբեր բնույթի՝ լեռներում ձյան, իսկ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Սյունիքի մարզում գրանցվել են ամենաինտենսիվ տեղումները Կապանում մարտի 27-ին ընդամենը 1 օրում տեղացել է 47 մմ անձրև, ամսական նորմայի 75%-ը, Երևանում մարտի 27-ից 30-ը տեղացել է 19-ից 22 մմ անձրև։ Հատկանշական է մարտի 30-ի առավոտը, երբ ընդամենը 1 ժամում տեղացել է 8-ից 9 մմ հորդառատ անձրև։ Հանրապետության մեծ մասում տեղումների քանակը կազմել է 15-ից 25 մմ։ Դուք 2026 թվականի հունիսի 7-ին ստանալու եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատասխանը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Նիկոլ Փաշինյանը, այն վերնագրելով ուղերձ եռագլխիկներին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին դուք sense թվագրում եք, փաթեթավորում եք, որոշում եք, որ փողով կարակ առնեք եւ ծախեք։ Ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է ու դնելու է այն տեղը, որին դուք արժանի եք։ Ու Հայաստանի Հանրապետության համը ձեր բերանում են մնալու։ Նշել է Փաշինյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Այսօր Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել նոր դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ միավորված հայ երկուսակցության պատվավոր նախագահ լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։ Նշվում է, որ ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային պետական ու առաքային մոտեցումներին եւ կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հեմքի շուրջ։ Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Այսօր մարտի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ժամը 12:50-ի սահմաններում Ռոստովյան Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Lexus եւ Hongqi Magnishի ավտոմեքենաները։ Շամշյանի փոխանցմամբ վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Բախման հետևանքով Hongqi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին Արտլանջ սննդի կետի մուտքի մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների վիրավորների մեջ կա նաև վրաերթի ենթարկված։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։